Բարի օր մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, 106 եւ 5 հաճախականությունն եք դուք միացրել, գործարարալիքն է սա, հիշեցնեմ, որ մեզ կարող եք նաեւ դիտել կամ այս պահին դիտում եք թվային հարթակներում, թարմ ուղեղով հաղորդման շրջանակում մենք շարունակում ենք հրավիրել քաղաքական ուժերի ներկայացուցիչների, վարչապետի թեկնածուների, падգամավորի թեկնածուների, որոնց հետ քննարկում ենք թե քարոզարշավի ընթացքը եւ թե արդեն հետագա անելիքները եւ այսօր իմ զրուցակիցը Սուրեն Պետրոսյանն է, Ժողովրդավարական համախմբում կուսակցության վարչապետի թեկնածուն, բարի օր։ Բարի ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք, պարոն Պետրոսյան, մենք առիթ ունեցել ենք մինչև քարոզարշավը զրուցելու, փոքրի շատ է ձեր ծրագրերի մասին խոսելու, բայց այսօր փորձենք ավելի բովանդակային անդրադառնալ դրանց, բայց մինչ դա նախ քարոզարշավից սկսենք, ինչպես է ընթացքը մեկ շաբաթ կամ մի փոքր ավելի է մնացել ընտրություններին, ոնց է գնահատում ընդհանուր այս շրջանը ու առհասարակ սխալներ նկատում եք եւ թերացումներ քաղաքական ուժերի մոտ այդ իմաստով։ Շնորհակալություն հրավերի համար, ընթացքը շատ լավն է, իրականում շատ լավն է ու շատ հետաքրքիր է, որովհետեւ առաջին կարևոր փոփոխությունը, որ հանդիպել ենք հասարակության մեջ, դա նա է, որ բոլորը անխտիր ասում են, որ մասնակցելու են ընտրություններին, բոլորը անխտիր, որտեղ որ մենք եղել ենք, իսկ մենք եղել ենք բավականին շատ համայնքներում, շատ տարբեր մարզերում։ Սա մեկ, երկրորդը, մեծամասնությունը ուզում է տեսնել նոր դերակատարներ եւ ռադիկալ փոփոխություններ, բայց ինչն է այստեղ ամենակարևոր եւ կրկին հետաքրքիրը, որ մարդկանց այլևս հետաքրքիր չի միայն ձեր նոր լինելը։ Իրենք հարցնում են, որոնք են ձեր գաղափարները, ուր եք մեզ ուզում տանեք, արտաքին քաղաքականության հիմքում ինչն է ընկած, ներքին քաղաքականության հիմքում ինչն է ընկած, այսինքն հասարակությունը իրականում որակական փոփոխությունների է ենթարկվում եւ սա բավականին ուրախալի է։ Իսկ մեր հանդիպումների շրջանակներում շատ կրկին ասում եմ, մեծ էներգիա ենք ստանում, որտեղ մարդիկ մեծամասնությունը հետաքրքրված է։ Կան բնականաբար աջակցողներ, կան մարդիկ, որ չեն ճանաչում, բայց այն մարդիկ, ովքեր չեն ճանաչում, հետաքրքրությունը մեծ է եւ չկողմնորոշված շերտ հասարակության շատ մեծ է։ Դրա համար այս ընտրությունները մեծ հավանականություն կա, որ կարող է լինել անակնկալներով, որովհետեւ մարդիկ մեծամասամբ գոնե այս պահի դրությամբ եւ չեն ուզում ներկա իշխանությանը եւ չեն ուզում տիտղոսակիր ընդդիմությանը եւ տատանումների մեջ են, փորձում են կողմնորոշվել։ Ոնց եք տեսնում, խնդիրը կանում է նրանում, որ մարդիկ բաժանում են, որ այս ուժը գնում է դեպի արևմուտք, այս ուժը գնում է դեպի Ռուսաստան, այսինքն այս բևեռների ընտրության հարցն է դրված, դրա համար է հանրությունը փորձում ավելի пассив այդ հարցում լինել կամ գոնե ավելի ակտիվ լինել ու ընտրությունը տալ այլ ուժի։ Ուրեմն երկու կարևոր կապանք կա, որի մեջ պահվում է հասարակությունը, ընդդիմության եւ իշխանության ձեռամբ։ Առաջի կապանքը եւ թակարդը, որի մեջ մենք բոլորս ենք գտնվում, դա նաեւ որ հասարակությանը պարտադրում են ընտրել վատի ու վատագույնի միջև։ Եվ ասում են, գիտեք, ձեր ընտրության հիմքում դրեք ոչ թե ձեր սկզբունքներն ու գաղափարները, այլ ընտրեք տեխնիկական կոմպոնենտը։ Եկեք ձայնը տանք այն ուժին, ով ավելի շատ հնարավորություն ունի պարլամենտում լինելու։ Իսկ երբ հարց եք տալիս, ումից է կախված այդ հնարավորությունը, մարդիկ որևիցե մեկը չի կարող այս հարցին պատասխանել եւ երբ մտածում են հասկանում են որ վերջի իրենցից, բայց մեդիաները եւ այդ ուժի պրոպագանդան իրականացնող տարբեր դերակատարներ հասարակության համար արդեն իր փոխարեն, հասարակության փոխարեն որոշել են ովքեր պետք է լինեն այդ հիմնական անցնողները, այսպես ասած։ Եվ մարդուն ասում են գնացեք, որ ձայն չփոշիացնեք, գնացեք ընտրեք վատի ու վատագույնի սկզբունքով եւ անգամ չեն հրաժարվում, որ իրենք վատն են կամ վատագույնը։ Ասում են դե հիմա այդպես է, բայց զուտ ձայն չփոշիացնելու տեսանկյունից գնացեք ընտրեք մեզ, որովհետև մենք վատն ենք եւ ոչ թե վատագույնը։ Իսկ եթե այստեղ նվազագույն քաղաքական բարոյականություն լիներ կամ այդ մարդիկ իրականում ուզենային պետական համակարգը, քաղաքական համակարգը առողջացնել, ճգնաժամից դուրս բերել, իրենք մարդկանց պետք է ասեին գնացեք ոչ թե վատի ու վատագույնի հիմքում կամ սկզբունքով իրականացեք ձեր ընտրությունը, այլ ձեր ընտրության հիմքում դրեք ձեր համոզմունքները, դրեք ձեր սկզբունքները։ Իսկ այս պարագայում իրենք սեփական վստահության եւ լեգիտիմության պակասը փորձում են լրացնել համեմատաբար նոր ուժերի մասնակցությունը սահմանափակելով։ Ամեն դեպքում տեսնում ենք այնպես, որ մերժելու սկզբունքով են գնում մարդիկ կամ բացառելու սկզբունքով։ Այո, ցավոք այսօր մյուս կոմպոնենտին ես չանադարձա, սա ներքին կոմպոնենտ է, արտաքին կոմպոնենտը մյուս այդ մեծ թակարդն է, որով պահվում է հասարակությունը։ Ասում են կամ դուք պետք է լինեք
պրոռուս կամ պրոարևմտյան, վերջ, մեզ կոնկրետ ասեք։ Սա պրոպագանդայի մյուս մահացու տարբերակն է, որտեղ քաղաքական իրականությունը եւ աշխարհաքաղաքական իրավիճակը ինչքան բարդ է լինում, այնքան մեր խոսույթը դառնում է ավելի պարզ, այնինչ պետք է շատ ավելի հիմնավորված եւ խորքային լինի։ Սա կրկնում եմ պրոպագանդայի կարևոր տարատեսակներից մեկն է, կարևոր, ինչքան իրավիճակը բարդ է, այնքան խոսույթը եւ լուծումները գռեհիկության աստիճան պարզեցնել, ասելով կամ աճ կամ ձախ, բայց մեր աշխարհը շատ բազմաբևեռ է եւ մեր համար որևիցե կերպ փրկություն չի կարող լինել ոչ պրոռուսականությունը, ոչ էլ պրոարևմտականությունը, առավել եւս մահացու կլինի հակառուսականությունն ու հակարևմտականությունը։ Հայամետությունը։ Այո, իսկ այսօր ցավոք ուժերը դիրքավորված են հիմնականում արտաքին քաղաքականության ասպեկտով հակառուսականության կամ հակարևմտականության սկզբունքների մեջ։ Բայց ավելի սուր արտահայտված է հակառուսականությունը։ Բնականաբար, դրա համար այսօր կան անգամ չակերտավոր նոր ուժեր կամ թեկուզ հին ուժեր, ովքեր հենց այդ հակառուսականությունը շահարկում են, իմանալով, որ մարդիկ իրականում արդարացի կերպով շատ հարցեր ունեն ռուսական կողմին, մեծ հիասթափություններ ունեն ու իրականում արդարացի կերպով այս կոմպոնենտը շահարկելով մի քանի ձայն ավել տանելու համար, դիրքավորվելով իբր ազգային, սպասարկում են հակառուսական ծայրահեղ հակառուսական ուղղությունը, որը միայն պոպուլիստական բնույթ է կրում։ Եվ այդ մարդիկ ոչ թե տանում են հասարակությանը առողջացման, այլ հասարակությունը մխրճում են ավելի մեծ խնդիրների մեջ, ճանաչողության խնդիրների մեջ։ Մեզ համար ինքնասպանություն է լինել հակարևմտյան, լինել հակառուսական։ Եվ այն մարդիկ, ովքեր հիմա մեզ կլսում են կամ լսում են մեր քաղաքացիները, պետք է իմանան, այն մարդ, ով իր խոսքը սկսեց Եվրոմիություն գնալու մեջ փրկություն տեսնելով, Արևմուտք գնալու փրկություն տեսնելու, կամ Ռուսաստան գնալու միջոցով փրկություն տեսնելու տնտեսական անվտանգային, ուրեմն առաջի բառը ասելուն հետ ինքը խափում է մանիպուլացնում է մարդկանց, խաղում է նրանց էմոցիաների վրա էժանագին կերպով մուրալու համար քվեներ, որովհետև ցանկացած մարդ մասնավորապես ով ունի քաղաքական գիտելիքներ, ել չեմ ասում ակադեմիական գիտելիքներ, որը ուղղակի անհրաժեշտություն է այսօր մեր համար, չի կարող մարդուն տանել հակառուսականության կամ հակարևմտականության սկզբունքով։ Ու այստեղ մի շատ ուրիշ կարևոր հետաքրքիր հարցեր կա։ Ուշադրություն դարձեք, բոլորը այսօր դիրքավորվել են ազգային պլատֆորմով։ Մենք ազգային ուժ ենք։ Բայց չի կարող լինել մի ուժ ազգային, ով ասում է ես սպասարկում եմ Եվրոմիության անդամակցության օրակարգը։ Եվրոմիության անդամակցության օրակարգն ու ազգայինը հակառակ բևեռներ են, իրար հետ ընդհանրապես ախերտ չունեցող, որովհետև մեկը Եվրոմիության քաղաքական կոնտեքստի հիմքում ընկած է, ազգերի համահարթեցումը, այսինքն որպես ազգ կամ ազգայինի գաղափարը քաղաքական իմաստով թղթի փաստաթղթային մակարդակով մերժվում է։ Չկա դուք որպես առանձին ազգ, ազգային միավոր դուք որպես այդպեսին չպետք է լինեք, բոլորը հավասար են, ազգային կոմպոնենտները համահարթեցված են եւ այսպես շարունակ։ Մյուսը որևիցե մեկը չի կարող լինել ազգային եւ ասի ես գնում եմ ռուսական հպատակության ճանապարհով։ Հնարավոր չի այդպիսի բան։ Ինչ է նշանակում լինել ազգային, բայց ասել իմ անվտանգության, մնացած ամեն ինչի հիմքում ընկածա բացառապես ռուսական կոմպոնենտը, եւ ես ոչ թե գնում եմ համագործակցության, այլ գնում եմ հպատակության։ Ես ինձ հանձնում եմ Ռուսաստանին, դառնում եմ ռուսական ազդեցության գոտի, դրանով իսկ ես լինում եմ անվտանգ։ Այստեղ է չի կարող տեսականորեն անգամ լինել ազգային եւ գնալ պրոռուսականության ճանապարհով։ Պարոն Պետրոսյան, կարծում եք այդ մարդիկ, ովքեր առաջնահերթ այդ խոսույթն են դաշտ բերում, իրենք հավատում են դրան, թե դա պարզապես պրոպագանդայի մի մասն է։ Կարծում եմ շատ քչերը իրականում գիտեն, որ մանիպուլացնում են եւ չափազանց վտանգավոր օրակարգ են առաջ տանում, բայց իրենց համար շատ ավելի կարեւոր է մի քանի ավել ձայն ստանալը։ Սա ավելի վատ է, քան այն մարդիկ, ովքեր չհասկանալով միայն էմոցիաների վրա հիմնված ծառայում են կամ հակառուսական կամ հակապետական ներողություն հակաարևմտյան օրակարգերի սպասարկմանը։ Սա իդեպ ովքեր չիմանալով են անում, այդքան վտանգավոր չեն, թեպետ քաղաքականության մեջ անմիտների քաղաքական տեսանկյունից մասնակցությունը շատ վտանգավոր է, բայց այնուամենայնիվ ավելի վտանգավոր են այն մարդիկ, ովքեր ունենալով մասնագիտական հենք այս օրակարգն են առաջ տանում մանիպուլացնելով հասարակության գիտակցություն եւ խաղալով մարդկանց էմոցիաների վրա, կրկին ասում եմ, հաշվի առնելով, որ մեր հասարակությունը արդարացի կերպով հիասթափված է ռուսական կողմից եւ մեծ հարցեր ու պահանջներ ունի ռուսական կողմից, արդարացի կերպով։ Եվ սա շահարկելով ուզում են իրենց
համար ապահովել ավելի շատ ձայներ։ Ես հաճախ եմ լսում հատկապես այս քարոզարշավի ընթացքում մարդկանցից, որ գոնե ազգային ժողով անցնեն նոր մարդիկ եւ մարդիկ, ովքեր կկարողանան լինել լավ ընդդիմություն իշխանության համար։ Դուք քարոզարշավի ընթացքում այդ խոսույթին հաճախ եք հանդիպել, թե ոչ, եւ արդյոք հավանական համարում եք, որ դուք կլինեք այդ ուժերի մեջ։ Տեսեք, լավ է որ դուք ասեցիք դրա մասին, ուրախ եմ որ դուք ասեցիք, որովհետեւ եթե ես եմ դրա մասին ասում են դե իրենք ակնարկում են իրենք իրենց, բայց այդպիսի օրակարգ չկա։ Այնինչ համատարած սա տեսնում ենք։ Եվ կարևոր է որ մարդիկ երբ գնում են ընտրության, իրենք չխաբվեն իշխանության եւ ընդդիմության օրակարգին եւ մտածեն, որ իրենք ընտրում են ուղիղ վարչապետ։ Իրենց քվեով իրենք վարչապետ են ընտրում։ Իրենք ընտրում են պարլամենտ։ Պարլամենտն է ընտրում վարչապետ։ Հետևաբար իրենց քվեից է կախված մենք ինչ պարլամենտ կունենանք։ Դե նախորդ ընտրությունները պիտի դա Այո, տեսեք, դրա համար սրա այս նուրբ կոմպոնենտի վրա անդիմությունը շատ մեծ շեշտ է դնում, ասելով գիտեք, ուզում եք այս իշխանությունից ազատվեք, ընտրեք մեզ, որ ունենանք այս վարչապետը, բայց առաջին հերթին հասարակությունը պետք է իմանա, որ ինքը ընտրում է պարլամենտ, իր ընտրությունից է կախված պարլամենտում ովքեր կլինեն, եւ այս տրամաբանությամբ ինչպես քարոզում է իշխանությունը եւ ընդդիմությունը, մենք ունենալու ենք 2021 թվականի ճիշտ նույն պարլամենտը, եւ այստեղ ամենևին կապ չունի ներկայիս ընդդիմությունը կլինի իշխանություն, թե իշխանությունը կլինի ընդդիմություն կամ կվերարտադրվի։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Մենք ունենալու ենք նույն պատկերը։ Պարլամենտը երկրի բարձրագույն ամբիոնն է քաղաքական, ունենալու ենք նույն որակը, նույն խոսույթը։ Դու դավաճար ես, դու կոռուպցիոներ ես, բայց մեկը մյուսին միահյուսված ապրելու են եւ շարունակելու այս քաղաքականությունը։ Հետեւաբար այդ պահանջը ինչի մասին որ դուք ասեցիք, հսկայական է եւ հենց մեզնից է կախված, որպես ես համեմատաբար նոր ուժի ներկայացուցիչ, ես դա ասում եմ, հենց մեզնից է կախված, մենք որքանով կկարողանանք այդ այլընտրանքը առաջ քաշել եւ ներկայացնել։ Եվ մարդիկ պետք է իմանան, որ իրենց հենց այդ մեկ ձայնից շատ բան է կախված։ Մենք կունենանք որակապես այլ պարլամենտ, որը հիմքը կդնի խորքային փոփոխությունների, թե կունենանք նույն պարլամենտը, թեկուզ տեղերը տարբեր։ Բան չի փոխվելու դրանից։ Հիմա տեսեք, որպես նաև նոր ուժ, հա, կենցաղային մակարդակով եմ ասում։ Իշխանությունը, քաղաքացիական պայմանագիրը մեզ ինչ մեղադրանք կարող է ներկայացնել։ Մեզ կարող է ասել դուք կոռուպցիոներներ եք, թալանել եք երկիրը, կերել եք մեր հարստությունը եւ այլ եւ այլը։ Դուք քաղաքական իշխանության հետ ապրեք, քաղաքական այս նախկինում քաղաքական իշխանություն եք եղել, հանձնել եք Արցախը եւ այլ եւ այլ, այս ամեն ինչը մեզ կարող է ասել, բնականաբար ոչ։ Մենք անհարմար ընդդիմություն ենք լինելու, շատ անհարմար իրենց իշխանության համար, որը նաեւ տանելու է խորքային փոփոխությունների։ Իսկ այս պարագայում սա ուղղակի կատարյալ պարլամենտ է լինելու իշխանության համար, կատարյալ։ Այս նույն խոսույթները շարունակվելու են, մարդիկ նույն հայհոյանքներն են լսելու, այդ ատելության մթնոլորտն է լինելու։ Ու տեսեք ինչն է ամենազավեշտալին։ Պարլամենտը, ներկայիս պարլամենտը մասնավորապես հասարակությունը բևեռացրել է ծայրահեղ կերպով։ Բնականաբար այստեղ առաջնային դերը ունի եւ պատասխանատուն իշխանությունն է, սա բնականաբար, բայց սրան զուգահեռ նաեւ ընդդիմությունը ատելության խոսքը, անհանդուրժողականությունը, այդ պառակտումը, այդ ամեն ինչը իրենք կուլիսների ետևում իրար հետ միահյուսված են, կարծեք հարազատ եղբայրներ լինեն, բայց հասարակության այս բեմադրությունների հետևանքով սարքել են մեկը մյուսին թշնամի, ընտանիքների մեջ անգամ թշնաման կա, անգամ այս ատելության մթնոլորտն է պետք է խաղարել։ Արցախցիների հանդեպ ատելությունը ավելի է սրվել։ Բնականաբար, ու սա հետևողականորեն սրվելու է, հետևողականորեն է սա սրվելու, եւ երկուսի մասնակցությամբ մեկ ուզենալու է դրանով սրելով իր աջակիցներին համախմբել իր շուրջը, մյուսն էլ փորձելու է սրման հետևանքով իր համար նոր աջակիցներ ստանալ եւ սրանով սպասարկելով իրենց նեղ խմբային շահը հասարակությանը տանելու են ավելի խորը պառակտման։ Դրա համար մեր քաղաքացիները պետք է իմանան, որ այս իրավիճակից միակ լուծումը բացառապես նոր դերակատարների մուտք գործելն է պարլամենտ, որոնք չեն լինի ոչ նախին ոչ ներկա իշխանությունների կապանքներում, կունենան գաղափարապես այլ մոտեցումներ, նոր մշակույթի կրող կլինեն։ Օրինակ ինձնից ինչ որ մեկը տեսել ես երբևիցե իշխանությանը ասեմ թուրք ու դավաճան, անկախ նրանից, որ ես ասել եմ իրենք մեր անվտանգության առաջնային սպառնալիքն են, հասկացող հասկանում որ դա շատ ծանր քաղաքական գնահատական է, բայց ես երբեք չեմ մտել այդ դաշտ։ Ես տեսել եք ընդդիմադիրներից մեկի մտնեմ անձնական դաշտ, կոռուպցիոներ, վիժված, ինչպես իրենք են այդպես բաներ ասում։ Երբեք, բայց ես տեսել եմ ոնց է իմ դաշտ մտնում։ Երբեք, այսինքն մենք այդ մշակույթի կրող չենք։ Մեզ մեղադրում, պարոն Պետրոսյան։ Մեզ մեղադրում են
Անդիմությունը մեղադրում է, որ մենք պրոիշխանական ենք, որովհետև մենք իրենց չենք աջակցում, ասում ենք ճշմարտությունը, որի մասին շատերը վախենում են խոսել։ Եվ մենք ասում ենք, որ մենք չենք առաջնորդում թուրք ու դավաճան այդ անհեթեթ անմիտ խոսույթով, որ ձեր այդ խոսույթի հետևանքով դուք անգամ դավաճան ու թուրք բառերը արժեզրկել եք։ Դրա մեջ անգամ էներգիա չի մնացել։ Ժամանակին մարդուն ասեիք թուրք ու դավաճան կարող է, չգիտեմ, ինքնասպան լինել, պայմանական եմ ասում, ամոթից հետ ինքը մտածել այդպեսին է։ Իսկ հիմա այդ բառերը դուք արժեզրկել եք անգամ, որովհետև դրա ասողը դուք եք։ Այնքան որ դուք եք դրա ասողը, դուք արդեն արժեզրկել եք ամեն ինչ։ Դուք արժեզրկել եք հայրենիքի գաղափարը։ Դուք արժեզրկել եք, չգիտեմ, պայքարի գաղափարը։ Ամեն ինչ եք արժեզրկել։ Դրա համար հիմա հասարակությունը պիտի կրկին որոշում կայացնի։ Ինքը գնում է քվեարկության, անդիմության եւ իշխանության մանիպուլյացիաների ներքո, ընտրել վատի ու վատագույնի մեջ, կրկնում եմ, քվեարկության է գնում, թե գնում է ընտրության, գիտակցված ընտրության, հիմքում դնելով սկզբունքը գաղափարը եւ ազատվելով այն կապանքներից եւ այդ ազգային թակարդից, որի մեջ գտնվում ենք մենք, որ սևը կամ սպիտակը, վատը կամ վատագույնը եւ փոփոխությունները կամ հիմա կամ երբեք չի լինելու այսպես փոփոխություն։ Մենք նման ենք շատ հիվանդ մարդու, հասարակությունը, պետությունը։ Երբ ասում եմ հասարակություն եւ պետությունը, առաջին հերթին ես ինձ եմ տեսնում դրա մեջ, այդ հիվանդ մարդկանց մեջ առաջինից մեկը օրինակ ես եմ, բոլորս մենք։ Դե բարակվել ենք բոլորս։ Բնա բոլորս, որտեղ հասարակության անդամ ենք մենք։ Ու ինչ որ մեկը գալիս է ասում է ես ուզում եմ լինեմ քո բժիշկը։ Գումարը տուր ինձ կամ ինձ պատվիրի քեզ բժշկելու հնարավորությունը եւ ես քեզ կբժշկեմ։ Ու այդ մարդը մեզ, որպես հիվանդ, ասում է հենց ինձ ընտրես հունիսի 7-ից հետո դու լինելու ես ամենաառողջը, ամենաանվտանգը, դու ունենալու ես սպորտային կազմած եւ այլն եւ այլն։ Իշխանությունը նույն տրամաբանության մեջ մի քիչ այլ բան է ասում, ուրիշ բան։ Ուրեմն այն բժիշկը, որ այդպիսի բան ասես ձեզ, ուրեմն ինքը ոչ թե բժիշկ, այլ ձեզ կործանման տանողն է։ Ի տարբերություն մնացածի, երբեք մենք չենք առաջնորդվել այս պոպուլիստական խոսույթով։ Ընտրեք մեզ, միանգամից մենք գնում ենք, ջարդենք, սպանենք եւ այլ, ոչ։ Եթե ուզում եք լինել իրականում քաղաքական էլիտա, ռազմավարական էլիտա, երբեք չպետք է առաջնորդվեք ականջ շոյող հաճոյախոսություններով, պոպուլիստական խոսքերով գնանք Եվրոպա փրկվենք, Ռուսաստան։ Բավարարություն կա, որ հանրությունը չի էլ հավատում այլևս դրան։ Ապրեք, բնականաբար, բայց այնուամենայնիվ դրա ազդեցությունը մեծ է։ Եվ հիմա շարունակեմ միտքս, պատկերացրեք, հիմա այդ մարդը եկավ, հաջորդ օր բնականաբար չի կարողանում, չէ, բժշկի։ Ձեր գումարները վերցնել է որպես բժիշկ, բայց դուք նույն իրավիճակում եք մնալու։ Հիմա մենք ասում ենք առաջին հերթին, եթե ուզում ենք մենք բուժվենք, պետք է նախ ախտորոշենք մեր հիվանդությունը։ Իշխանություն եւ անդիմությունը մեզ որևիցե պարագայում թույլ չեն տալիս եւ թույլ չեն տալու իրենց ուժերի ներածի չափով, որ մենք ախտորոշենք մեր հիվանդությունը, որովհետեւ ախտորոշման պարագայում որպես պատճառ մենք գալու ենք կգտնվի ու գալու ենք հանգենք իրենց վրա, որ մեր հիվանդության պատճառը մեր քաղաքական վերնախավն եղել 30-ից ավել տարիներ մինչև այսօր։ Դրա համար պետք չի ախտորոշել հիվանդությունը, բայց առանց հիվանդությունը ախտորոշելու որևիցե բան չի կարող տեղից շարժվել։ Դրանից հետո շատ կարևոր է, որ հասարակությունը, այսինքն այդ մարդը, հիվանդ մարդը, ինքը վճռական լինի, որ ինքը ցանկանում է առողջանալ, ապակինվել եւ ինքը կարող է ապակինվել։ Իսկ այսօր թե իշխանությունը, թե ընդդիմությունը հասարակությանը պահում են վախերի մեջ, տագնապների մեջ ու պարտադրում են իրավիճակային խոճապային ընտրություններ անել, առանց շունչ քաշելու, առանց մի մակարդակ վեր բարձրանալու, տեսնելու որտեղ են մենք, ինչ է պետք անել ու վախի անընդհատ վախի մեջ։ Եթե հիվանդը չցանկացավ առողջանալ, եթե հիվանդը հույս չունեցավ եւ հավատ չունեցավ, ոչ մի բժիշկ իրեն չի կարող օգնել։ Դրա համար այստեղ է գալիս, որ քաղաքական այդ խոսույթները պետք է հիմնովին փոխվեն, մոտեցումները պետք է հիմնովին փոխվեն, դերակատարները պետք է փոխվեն, այս ծայրահեղ ատելության, տագնապի մթնոլորտը պետք է փոխվի։ Չեք կարող դուք ընդհանրապես մի հարցում հաջողեք, եթե դուք ունեք այսքան գրեհիկ այլասերված խոսույթ, ոչ միտեղ չտանող խոսույթ, մեկս մյուսի հետ բանակցում ենք, ոչ թե բանակցում ենք, այլ բանավիճում ենք ոչ թե իրականությունը կամ ճշմարտությունը կամ կենսունակ գաղափարը վերհանելու համար, այլ բանակցում ենք, որ ով ում կոչնչացնի քաղաքական տեսանկյունից եւ իր հաղթանակը, այո, դրանով է պայմանավորված։ Մենք ոչ թե մեր խոսակցությունների շրջանակներում փորձում ենք ճշմարտությունը վերհանել, այլ մենք մտածում ենք ճիշտ է նա ով ավելի բարձր է աղմկում։ Դրա համար այսօր մեր ամբողջ քաղաքականությունը վերածվել է ֆլեշմոբային քաղաքականության։ Տեսեք process-ը ինչքան են անլրջացրել։ Մեր այս բարդագույն իրավիճակում ավելի հնարավորինս անլրջացնել ուղակի
չի կարելի, չի լինի ավելի անլրջացնել։ Խոսույթները լսեք, պարերը լսեք, նայեք, չգիտեմ, անելիքները նայեք, այնքան որ ուշադրություն գրավեն։ Հենց սա է, որ այստեղից պետք է փոփոխությունները սկսվի եւ ոչ թե անբովանդակ խոստումներից ես քո թոշակը կբարձրացնեմ, ես քո, չգիտեմ, ուսման վարձը կտամ, հիմա վեր եկենում ասում է գնում են մարդկանց մոտ իմանալու մարդիկ խնդիր ունեն, չէ՞։ Վեր եկենում ում տեսնում է ասում է ուսումը տանվճար կլինի, 0%-ով քեզ վարկեր կտանք, 500,000 աշխատատեղ կտանք, քո երեխան ընդհանրապես չի ծառայի, մեկը ասում է 1 տարի կծառայի։ Ժամանակը կար։ Բնականաբար, այսպես տեմպես եւ այն մարդիկ, ովքեր հավակնում են այսօր իբր իշխանապողության, միշտ ունեցել են դրա հնարավորությունը, միշտ եղել են իշխանության մաս, միշտ դրանցից քանի տոկոսն է եղել եւ ինչի հենց հիմա։ Բայց դա էլ դնենք մի կողմ, խոսքը ինչ որ մեկին թիրախավորելը չի, հա, իշխանությունը, անդիմությունը եւ այլն, իրենք արդեն իրենց շուտվանից թիրախավորել են եւ հասարակությունը գիտի ով է։ Հարցը նաեւ սրա մեջ է։ Մարդիկ շարունակում են մարդկանց ծանր սոցիալական իրավիճակից օգտվել։ Եվ մարդուն գնում են, ասում են, գիտեք, մենք ձեր ուսումը կսարքենք անվճար, այսքան թոշակ կստանաք, այսքան հարկերից կազատվեք, դա մարդը պետք է իմանա, որ այդ խոսույթով իրեն ձեռք են առնում, իրեն անարգում են։ Այսինքն իրենք մտածում են, որ իրենց դիմացինը անգրագետ է, առաջնորդվում է պարզ էմոցիաներով եւ դրանով մեր քաղաքացին պիտի իմանա, երբ այս խոսույթը լսում է, պիտի իմանա, որ իրեն վիրավորում ու վարկաբեկում են, որովհետեւ կարծում են, որ ինքը անգրագետ է։ Դրա համար են այդպես ասում, որտեղ որևէ գրագետ մարդ չի կարող հավատալ, որ ներկա կամ նախկին իշխանությունները կարող են դրա անգամ 3% անեն։ Այն ժամանակ եւ իրենք եւ մնացածը դրա բոլոր հնարավորությունները ունեցել են եւ տեխնիկապես դա հնարավոր չէ այսօր անել։ Պարոն Պետրոսյան, հաղորդման սկզբում մեզ լսողներին դիտողներին խոստացա, որ ավելի մանրամասն ձեր ծրագրերի մասին կխոսենք, բացի այն, որ պիտի լինեք անհարմար ընդդիմություն, եթե հաջողվի։ Ձեր ծրագրերից ու գաղափարներից ավելի մանրամասն փորձենք խոսել։ Մեր գաղափարական հիմքում ընկած է հայկական պետություն ունենալը, բովանդակությամբ հայկական եւ ոչ թե միայն ձևով։ Մենք այս 30 տարի, 35 տարիների ընթացքում չենք ունեցել հայկական պետություն։ Իսկ վերջին տարիներին այն սկսել է ավելի շատ դրսևորվել որպես հակահայկական, որովհետև մենք մերժում ենք մեր պատմությունը, մեր ինքնությունը եւ դա հիմնավորում ենք հարևաններին չգրգռելու սկզբունքով, որը բնականաբար ավելի շատ կործանման է տանում եւ մեր դեմ հրահրում է նոր պատերազմներ, քան թե ապահովում է մեր խաղաղությունը կամ անվտանգությունը։ Եվ այստեղ որպես հիմնավորում մի հարց ուղղակի որ մեր դիտողները, մեզ լսողները իրենց տան, ինչպես ստացվեց, որ Խորհրդային Միության ժամանակ չունենալով ազգային պետություն, անկախ ազգային ինստիտուտներ, մենք ունեցանք ազգային սերունդ ձևավորվեց։ Սա մի ռոպագանդան չի կամ լավաբանումը չի, սրա մասին չի խոսքը, փաստի արձանագրումն է։ Ունեցանք մշակութային զարթոնք, ինքնության զարթոնք, ունեցանք սերունդով ազատագրեց Արցախը, ու իդեպ որևիցե մեկը այդ ժամանակ չէր տառապում այդ խոսքերը, որ դե գերտերությունները ինչպես որոշեն, այնպես կլինի։ Մարտահրավեր նետեցինք, ազատագրեցինք, որովհետև մենք այդ ժամանակ թվում էր թե ընկալել ենք պարզ ճշմարտությունը, որ իրավունքները ոչ թե տրվում են, այլ իրավունքները ձեռք են բերվում եւ մեր ճակատագրի պատասխանատուն բացառապես մենք ենք։ Բայց այնպես ստացվեց։ Երևի գաղափարախոսությունը հետո ճիշտ սերնդափոխության միջոցով չէ։ Տեսեք, հետո երբ ունեցանք անկախ պետություն, ճակերտավոր ֆորմալ առումով անկախ պետություն, ձևավորվեց մի իրականություն, որտեղ ոչ մշակույթն է հայկական այսօր մեր, ոչ կրթությունը, ոչ գիտությունը, իսկ մեր ճակատագրի հիմնական պատասխանատուն երբեք չենք ընկալվել մենք ինքներս։ Դրա համար այդ խոսույթները այդպես գերակայում են Արևմուտքը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը։ Առաջին հերթին քաղաքակրթական տեսանկյունից այդ պետությունը պետք է լինի հայկական։ Երկրորդը հայկական պետության հիմքում պետք է ընկած լինի համահայկականության սկզբունքը։ Մեր պետության կենսունակ լինելու միակ պայմանը ազգային ամբողջ ռեսուրսի հնարավորինս մոբիլիզացումն է։ Մենք այսօր եթե պաշտոնական տվյալներով 3 միլիոն հայ ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ապա 5 անգամ ավելի շատ ապրում է Հայաստանից դուրս։ Մենք խնդիր ունենք կոնսենսուսային փոխհամաձայնեցման գաղափարի ձևավորման, որը հենց պետք է լինի հայկական պետությունը, այսինքն դրսում ապրող հայը նաև
պետք է իմանա, որ իր անձնական շահերից է բխում ուժեղ հայկական պետություն ունենալը, որովհետև Սփյուռքը դիտարկվում է ոչ թե որպես դրամապանակ, որից ասում են միայն գումար ուղարկի, այլև ինքը տեսնում է իր համար ինչքան մեծ նշանակություն ունի հայկական պետություն ունենալը։ Դրա ինստիտուցիոնալ բոլոր հնարավորությունները մենք ունենք, սա տեսլակտատեսություններ չի, հա, անիրատեսական։ Բոլոր հնարավորությունները ունենք եւ սրա հիմքում ընկած է երկու կարևոր բան։ Հայ լինելը պետք է լինի անվտանգ եւ մյուսը, որը մինչ օրս չենք ունեցել։ Մենք միայն մեկս մյուսին կապվել են գաղափարական իմաստով, էմոցիոնալ շրջանակներում, որը որ բնականաբար պետք է միայն նկատի ունեմ էմոցիոնալ եւ պատմական, հա, էլի մեկս հայ ենք, մեկս մյուսի նկատմամբ հարգանքով ենք վերաբերվում, մեր ճակատագրերը միմյանց հետ միահյուսված են եւ այսպես շարունակ, բայց նաեւ այստեղ շատ կարեւոր է, որ մեզ կապողը նաեւ լինի տնտեսական կոմպոնենտը, մենք միշտ հաշվի չենք առել տնտեսական կոմպոնենտը եւ մենք առաջ ենք հաշվում նաեւ հայկական կապիտալի գաղափարը, որ հայ լինելը նաեւ պետք է լինի շահավետ։ Սա շատ կարեւոր է։ Ու ես սրա մասին հաճախ խոսում եմ, վերջերս էլի նման դեպքեր եղել, որ մեր հայրենակիցներից մեկը Ֆրանսիայում թղթեր էր կեղծել, իբր իր տատու մայրը եղել է հրեա, եւ այդ կեղծ թղթերով գնացել էր սինագոգ, որ կարողանա համոզել եւ ապացուցել, որ ինքը եւս հրեա է, որտեղ հրեա լինելը եւ անվտանգ էր, եւ տնտեսապես շահավետ էր։ Տեսեք ինչ կարևոր գործ է, դու պատկերացեք նաև, երբ որ մենք կարողանում ենք այս հայկական պետության գաղափարի շուրջ նաև մոբիլիզացնել ազգային ներուժը, դուք պատկերացնում եք արտաքին քաղաքականության համար ինչ զսպման մեխանիզմներ են առաջ գալիս։ Այդքան հայություն Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ այսպես շարունակ։ Դրանից հետո մյուս կարևոր այս հայկական պետության տանող ճանապարհին նաև շատ կարևոր է, որ մենք այս փոխհամաձայնված խմբիշխանությունը չեղքենք, որ կարողանանք սրա սկիզբը դնել։ Դրա համար կարևոր է, որ պարլամենտում լինեն նոր ուժեր, դրանից հետո ինչ է տեղի ունենում։ Մենք պետք է ազատականացնենք քաղաքական դաշտը։ Այսօր օկուպացված է դաշտը։ Մենք ունենալով ամենաուժեղ մրցունակ ուղեղները ամբողջ աշխարհում, տեսեք ումով ենք լցրել քաղաքական դաշտը։ Այն ժամանակ, երբ որ մենք ունեցանք անկախություն, ոչ թե մենք պետք է մեր երկից վտարեինք մեր լավագույն ուղեղներին, ինչպես արեցինք 30 տարիների ընթացքում, բառից բուն իմաստով վտարելով, այլ հակառակը ոչ միայն պահեինք այդ մարդկանց, այլև ուղեղների ներհոս կազմակերպենք։ Պետության ամենամեծ սպառնալիքը brain drain-ը կոչվում անգլերեն, ուղեղների արտահոսքն է։ Երբ որ այդ միջավայրը մենք կարողանանք ապահովենք, քաղաքական միջավայրը, որը ոչ միայն թույլ կտա սովորական քաղաքացիներին ինքնաիրացվել, այլև մենք պետք է կարողանանք ազգային էլիտայի վերհանում եւ մեկտեղում իրականացնենք։ Տեսեք, մենք որևիցե պարագայում չենք ասում, մեր թիմակիցները այս ոլորտում են լավ, այն ոլորտում են լավը եւ այլը կգանք, այս ամեն ինչը ոտքի կանենք։ Ոչ, այն մարդը որ իրականում չի ուզում ձեզ խափի, ինքը ասում որ ես պետք է ձևավորեմ այդ բարենպաստ միջավայրը, որտեղ լավագույնները կարողանան մեկտեղվել, որովհետեւ բացառապես այդ ուղեղային հնարավորության կամ մարդկային կապիտալ եւ մտքի միջոցով հնարավոր գտնել այդ լուծումները։ Դե մենք լավ ասացվածք ունենք ուսուսի որ տանք, Սարեր։ Բնականաբար, այսինքն այդ ազատականացումից հետո, այո, այդ ազատականացումից հետո նաեւ հաջորդը գալիս է քաղաքական եւ ազգային էլիտայի վերհանուն ու մեկտեղումը։ Դրանից հետո արդեն ավելի պրակտիկ խնդիրներ են գալիս։ Իդեպ մեր առջեւ պետք է լինի մեր ընդերքի պարբերաբար շարունակական ազգայնացման գործընթացը, ոչ մի անգամից որ հանկարծ դա մեծ տուրբուլենտություն եւ խնդիրներ չառաջացնի, ու այսպես շարունակ ազգային ինստիտուտների ձևավորումը, սա պարբերական գործընթացներ են, ուղեղների ներհոսք կազմակերպելը, դեմոգրաֆիական խնդիրները կարգավորելը, Հայաստանի Հանրապետության անհամաչափ զարգացումը կանխելը եւ կենտրոն ծայրամաս կապերի ամրապնդումը։ Այսօր մենք բնականաբար այսօր մենք դարել ենք պետություն մայրաքաղաք։ Չեք կարող ունենալ էությամբ հայկական պետություն, բայց այդ պետությունից վերածեք միայն Երևան։ Գյուղում մեր գյուղացիները լինեն բարոյալքված, որևիցե կապ չունենան, ամեն ինչ անտեսված, ամեն հարցում ունենակ մենակ մի քաղաք, ունենակ մի քանի պայմանական, հա, օլիգարխ, ամեն ինչ մշակույթը վերացված, կրթությունը վերացված, գիտությունը որպես այդպեսին չկա, մշակույթի մասին ընդհանրապես անիմաստ խոսել,
Ես չեմ ասում եք մշակութային գործիչներ կամ փայլուն գիտնականներ չունենք, կան հատուկենտ մարդիկ բնականաբար, բայց մենք չենք կարող ասել մշակույթ ունենք, որովհետև մշակույթ կարելի ասել ունենք այն պարագայում, երբ որ այն դարձել է սոցիալական գործոն, այսինքն իմ եւ ձեր վարքի մեջ արտահայտված է։ Իսկ որտեղ եք մենք տեսնում արտահայտված մշակույթ։ Չեք կարող դուք ունենալ հայկական պետություն, եթե մեր հասարակության հիմքում հայկական ոչ մի բան չկա, ոչ արժեհամակարգ, ոչ միմյանց նկատմամբ շփման ձև, ոչ մշակույթ, ոչ մի բան, ինչն է մեր մոտ այս բան հայկական, մեր էության համապատասխան, ինչը։ Կամ որ ասում են գնանք օրինակ դեպի Ռուսաստան կամ հիմա նորաձևը ասում են գնանք եվրոպական մշակույթը, եվրոպական ավանդույթները կամ եվրոպական չէ։ Հիմա այդ մարդկանց ասեք, այդ տգիտությունը, որ դուք ասում եք, բառից բուն իմաստով տգիտությունը։ Որն է եվրոպական մշակույթ եւ արժեքներ, որն է հայկական եւ որը հայկական չի կամ որը եվրոպական չի կամ որը որ եվրոպականը որն է ինչով է տարբերվում հայկականից, օրինակ, որ սա ավելի լավն է, քան մերը։ Որևիցե մեկը չի խոսում, որ մենք պետք է վերադառնանք մեր առանցքին, մեր մշակույթին, մեր քաղաքակրթությանը, մեր ինքնությանը, բայց բոլորը խոսում են, որ գնանք, փախնենք մեր ինքնությունից։ Մեկը Ռուսաստան, մեկը Եվրոպա, մեկը Եվրոմիություն, մեկը Արևմուտք, մեկը Չինաստան, սա անհեթեթություն է։ Մի խոսքով մենք պետք է վերադառնանք մեր առանցքին, ոչ թե մեզից փախնելու խնդիր է դրված, այլ մեր առանցքին վերադառնալու խնդիր է դրված։ Եվ այս ատելության միջամտնոլորտը, մեկը մյուսին այդ ոչնչացնելու անհագ ցանկությունը պետք է փոխարինվի հանունի օրակարգով։ Ամեն կերպ մարդիկ են հոգնել այս ատելությունից, մեկը մյուսին վիրավորելուց, մնացածից, մարդիկ ուզում են տեսնել այն ճանապարհը, որտեղ այդ լույսը, որ ճանապարհով պետք է գնալ։ Հետևաբար մեկը մյուսին վարկաբեկելով դուք այդ լույսի ճանապարհը ցույց չեք տալիս, պարզապես արտահայտում եք ձեր իրական էությունը, ուրիշ ոչ մի բան։ Հետևաբար սրանից ելնելով պետք է մեր քաղաքացիները ընտրություն կատարեն։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պետրոսյան, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցակիցը Ժողովրդական համախմբում կուսակցության վարչապետի թեկնածուն էր Սուրեն Պետրոսյանը։ Շարունակեք հետևել մեզ եւ անպայման գնացեք ընտրությունների։ Կհանդիպենք։